Աշխարհական իշխնող։ Հասել ենք իջեք ժողովուրդ, իջեք։ Եկեք, դրանք էս ինչա կատարվում այ մարդ։ Նոր յոգուրտ տերարիստ ենք ստացել, բակլիշկի վիբրատոր։ Հայ մարդ, ես անընդհատ ինձ հարց էի տալիս, սրանց որտեղ են բուծում, հենա պարզվեց էլի, ակազվեց ինչ որ բունկերում նախարարություն ունեն, այսինքն շինում են ու բազմանում։ Լավ, այդքան մարդ դալբայոբ պետք է լինի, որ էլի ասի 20 տարի է հորս տղեն եմ ու շատ ուրախ եմ, որ հորս տղեն եմ։ Հորս Սարև։ Ես тебя худею, Вася։ Այ հիմա հասկացա, այ հիմա լրիվ ընկավ տեղը, էլի, որ ինչ որ մի հատ բունկերում, ինչ որ մի հատ սեքս նախարարությունում բազմացել եք։ Դու էլ տեղի արտադրանք ես, էլի ոնց հասկացա։ Ես ասում խիամ ամատ այդպես բավարարված, հողոնես արև, այդ դες ինչքան հարցերի պատասխան ընկավ տեղը։ Այ հիմա լրի մոզաիկին հավաքվում է։ Ջոգացա, ապեր, ջոգացա։ Да. Я с тебя худею, Вася։ Իսկ հիմա լուրջ, որ սրանք ուզում են ամբողջովին պատվազրկեն հայ ազգին, սրանք այս արտահայտություններով ինչ որ նամյոկներ են անում, որ մենք տղերք չունեն էլ, իրենք են բերելու այդ ֆիրման բացելու։ Հա, մեր կնանիք էլ լրիվ անբավարարված են։ Մեր կնանիք անբավարարված չեն, լակոտ։ Բայց որ մեկ ռաստ գա, քեզ հաստատ կփռի ասֆալտին այդ հարցում։ Նենց որ չկասկածես էլ, ընտանիքիդ վրա չխապնվես հանգարց։ Այն դեմի նստած էշն խնդում էր, ինչի վրա ես խնդում, այեր։ Խիտ նախարարությունից պալստալու է կնիկդ, կամ քուրդ, կամ մերդ։ Ինչ որ այս հարցում, այս հարցի վրա խնդացողը, իրեն լավը զգացողը մտածում է, որ ինքը պալստալու է այդ նախարարությունից։ Նախարարություն ալինելու, բոլորդ ենթարկվելու եք նախարարությանը, դու էլ հետը, դավարիցով։ Ու ինչքան բարեկամ էկ ունես, օբոնեմենտ ունենալու, հասկացար։ Կամ էլ վիբրատորներից մեկն էլ դու ես ելնելու։ Այսքանը։ Ժողովուրդ ջան, ամենաառաջին ուզում շուտ կոսպեկտավորված են ինչ-որ ֆիքսել եմ էկրանից այն կողմ, ուզում արտահայտվեմ, որպեսզի մտքից տելը չկտրվի։ Մերի Տոնոյանն եմ ուզում շնորհակալություն հայտնեմ, ուզում ասեմ, որ դու իմ համար քո հայ կին տեսակով հպարտություն ես ու պարծանք ես, իսկ մնացածի կարծիքը ընդհանրապես չի դարձնում։ Ես նայում եմ Մերի Տոնոյանի ուղիղ եթերը, Մերի Տոնոյանի հետ հարազատներս իրան վերաբերվում։ Նայում եմ եթերը եւ տեսա, որ ասես նոր թազա սեքս վիբրատոր է հայտնվել։ Ժողովուրդ ջան, եթե մարդիկ մտածում են, բարև հարազատես, եթե մտածում են ես հանդարտվել եմ, հանգստացել եմ, չէ, այսօր մենք եղանք պատարակի, մասնակցեցինք Սուրբ պատարակի եւ այնտեղ կանգնած ամբողջը բոլորը ինձանից բարի երեկո հարազատես, ոնց ես։ Ամբողջը ինձանից շնորհակալություն էր հայտնում հայ մայրերը, մեր քույրերը, մեր կանայք, մեր հարցները, որ ես հակահարված պատասխան եմ հասցրել Սամվել Կարապետյանի ամփույթ սեքսից առաջացած թափթփուկ որդուն, այդ հայի մականունը կրող ռսամետ տականքի վաստակին բառից բուն իմաստով հակցրել եմ ինչ որ պետք է, այս մտածելու ոչ մի բան չունեմ։ Եթե ինչ որ մեկը մտածում է, որ Սամվել Կարապետյանը փող ունի, փողով 36 տարի հայ ազգին բռնապետական վիճակում պահել է, բռնաբարված է պահել, խոշտանգված պահել այս ազգին, ու հիմա ես պետք է վախենամ իրանից խոսամ։ Ցավոք սրտի եկավ ազատ խոսալու ժամանակահատվածը, դարաշրջանը, այսպես ասած, շուրջ 6 տարի է, մենք մեր մտքի արտահայտվածը, մեր լեզվի ծերով թքում ենք ձեր երեսին, բացարձակապես խնդրեմ չունենք ձեզ բառերով ուղղակիորեն խոշտանգելու, թեպետ դուք մեծ տարիներով 36 տարի խոշտանգել եք փշալարերով, խոշտանգել եք ջրցան մեքենաներով եւ այլն եւ այլն։ Ես ինչ եմ ուզում ասացել։ Ես այսօր մտել եմ Facebook նորից, տեսա որ Մերի Տոնոյանը հակարված պատասխան է հասցրել։ Մերի ջան, նախ եւ առաջ հպարտ եմ որ կաս, որ իմ հարազատն ես, որ իմ քույրն ես, որ իմ հայն ես։ Ժողովուրդ ջան, ըստ դրա ուզում եմ անդրադառնամ ես այդ բուն թեմային։ Մենք չենք հանդարտվելու ու այդ քաղաքում, որ ավտոբուս ափռում, այսօր տեսանք այդ ավտոբուսը, տեսանք ավտոբուսի մեջ հավաքված մարդկանց, այդ բոլորին տարինքդ մխիթարիր, որովհետև այդ մարդիկ մխիթարվում են պապայիդ գումարներով, հաստատ կմխիթարվեն էլ քո այդ կանացի օրգանները ստուգելու համակարգով, ինչով որ հանդես է կարերեք երեկոյան հայ ազգի համար, նախատեսված այդ քո պլանները օգտագործի քո լսարանի, քո ժողովրդի դեմ, այն ժողովրդի, որուն սնում ես գրպանով, սնում ես ուղարկի ֆինանսապես ու դու նրանց պետք ես որպես ֆինանսի աղբյուր, դու նրանց մոտ էլ արժեք ունես։ Ինչ եմ ուզում ասածն իմ համար մեծ նախ ինքը վիրավորել է ամբողջ Հայաստանին, ամբողջ մեր հայ մայրերին, մեր քույրերին, մեր հարսներին, մեր սրբություններին մի խոսքով։ Ես ինքս ամբողջի տեղը հայ ազգի հետ մեր մայրերի, քույրերի տեղը ես ինքս ասում եմ, դու թափ-թփուկ համակարգ ես, ես չափից շուտ մտա եթեր, ես այս ժամին ընդհանրապես եթեր չեմ մտնում, ես դեռ 2 ժամ էլ ունեի, բայց իմ մոտ
ուղղակի պետք է խոսայի, քանի ես կատված չի ստացա։ Ինչ եմ ուզում ասացեմ, դու այդքան չկաս, որ իմ մայրերին վիրավորես, իմ քույրերին վիրավորես, դու եթե դες լավ սեռական բառապաշարից հարուստ մարդ ես, թեկուս լեզվի ծերով ունես, լսել ենք, որ իմպոտենտների գարաժի տնօրեն ես, ու դա շատ նորմալ է։ Խորհուրդ կտամ բավարարես կնոջդ, որը 5 անգամ լույս է տեսել տարբեր անկողիններում եւ այլ ազգի ներկայացուցիչը ադրբեջանցի է։ Խորհուրդ կտամ մխիթարես հորդ, որ հաշտվի մորդ գիշերային կորստների հետ մինչև լուսաբաց։ Խորհուրդ կտամ հարգես Հայաստանի Հանրապետությունը, դա մեր սրբությունն է, մեր հողուջուրն է, մեր սքաշաղախ մայրերն են, մեր ավիրված քույրերն են, մեր անբախտացած կանայք են, մեր հարսներն են։ Խորհուրդ կտամ հարգես այս ազգին ու հիշի Հայաստան ոտ դնելուն պես քեզ կդիմավորի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն ու կտեղափոխի ինձ վայր, որտեղ որ հաստատ հորդ էլ չես տենա։ Հորդ կերած քաքերը, քո հերդ երկիրն ա կերել, դու էլ ամպուպուլ ուզում ես Հայաստանում կին ուտեիր։ Այդ Հայաստանի բոլոր կանայք իրանց ամուսիններին անտրուսիկ թողել են դուրս երեք, որ գաս չոքերից վերև մինչև պորտի մոտ, այնտեղ քեզ թողած թալիսման ունես, վերցնես ու հեռանաս։ Տականքի վաստակ ամեն եթեր մտնելուց թքելու են վրետ նապորով, ամենավերջի ձևով, ասելու են, որ դու անբարոյականի վաստակ ես, դու Հայաստանի Հանրապետությունում քեզ ընտրողը, բառից բուն իմաստով քո մակարդագինը առնվազը, քեզ ընտրողի կանայք են երևի 10 անգամ ամուսնացած, բաժանված ու քո կանգնոջ նման ու հետնել ադրբեջանցի, քեզ ցանկացած հայ Հայաստանում սատար կանգնելու դեպքում առնվազը քո նման անբարոյական, անթասիբ, ընտանիքից դուրս չեկած, ճենջոտ, մնջոտ, ֆինանսական բևեռների մեջ, ֆինանսի բևեռի մեջ թաքնված տաղանդա, որը փողից ենկոն բան չի տենում, դուք ընտանիքով փողամոլ, հետնել կնամոլ, բայց կնոջը բավարարող ոչ մի ժող գործիք չունեցող դադարք ջութակներ եք, ավելի շատ փչում եք, քան ստե խոլում, ձեր մոտ կասեցված է, դուք իմպոտենտների գարաժի տնօրեն եք, եթե դուք հերոտղա իմպոտենտների գարաժի վարիչ չլնեիք, ձեր յուղը օրերից մի օր կփոխեին ձեր կանայք հենց ձեր խադավիկ դարած գարաժներում, բայց ձեր կանայք նախընտրեցին քահանաների մոտ, իրանց զամչաստը ստուգել տան, ասել դոգը, իրանց դլոն, բայց ձեր կանայք ու հարսները նախատեսեցին լինեն ադրբեջանցի, հետնել 5 հոգու տակ պարկած, հետո եկած ձեր գումարներով մխիթարված։ Տաշի Սամոն իրանից ինչ է ներկայացնում, դեբիլ տղեն, մենակ կարկասնա նորմալ, հերդ երևի մորդ հետ քո արտադրության process-ը կազմակերպելուց նորմալ մտքի թելա ունեցե, բայց որ մտքի թելը կտրվել է, արդեն քո մենակ մարմինն է, ֆիզիոնոմիան է նորմալ եղել, եւ քո նրա մտքի թելը կտրվել այն ժամանակ, որ ազդել է քո ուղեղի վրա, կամ էլ ինչքանով որ տեղեկացված եմ, մամա պապատ որ մամայիդ հետ բարբա էր կպել անկողնու, չկայացած բարբա, որ ոչ մեկ չէր օծել այդ բարբան, ոչ մի հայ չէր ընդունում այդպես տեղաշորի բարբա։ Այդ ընթացքում ինչ որ քո արտադրելու process-ը երբ որ հասունացել է, այդ կյանքամերը, այդ թաղած Պուտինը ձենա տվե հորդ, արա, շուտ արի։ Այդ թաղացն էլ 2 րոպե չի պարտկվե, դե վախմա ոնց կբանանի Պուտինին կակաճառի։ Այտենց այդ խեղճ ընգանան մխիթար թողելա, կիսատ վերակացե շորերն հակե գնացե։ Դրա համար դու տես կիսատ ես ծնվել։ Ասենք արտաքինը նորմալ է, ներքին աշխարհը տապականված է, գլխիդ էլ ուղեղ չկա, բայց ուսերիդ վրա շատ բարեկեցիկ արտաքինով գլուխ կա, որը արժի թեկուս բոլոր գործող ռեստորանային համակարգում գործող մառաններում որպես թթվի տակառ օգտագործել ու փաստորեն ձեր ընտանիքում սեռական աշխարհը երբ որ ամուսնացել են ձեր ծնողները կոսպեկտավորել են սեռական աշխարհ որպիսի հասունանա ձեր ֆերմայում լիարժեք ձեր անասնագոմում լիարժեք հորտեր այդ ժամանակ էլի ձեր ընտանիքի բարօրությունը խեղաթուրել է Քեզ հետո կանդրադառնամ, այդ ինչ ասում ես մամատա, ուրիշ բան ես չունեմ ասելու, քեզ թքած ունեմ քո վրա, դուք եք, որ դրանց նմաններին բերում եք Հայաստան, փաստորեն միտքից թելը չկտրեմ ամեն գարլախի պատճառով, անցնենք առաջ, բանը, փաստորեն ձեր ընտանիքում երեխեքի թերհասության խնդիրը լիովին դատական process-ով գծված է Վլադիմիր Պուտինի վրա, որովհետև ձեր պապաները, երբ որ եղել են Պուտինի անձնական սկորոստը, ոնց ուզել են թեկել են, վրցրել են ռուլը Պուտինի Դրա համար էլ ձեր ընտանիքում երեխեքի հասունացման շրջանը մեծ խնդիր ունի, որովհետև որ մեկը, որը սկսել է երեխա արտադրել, որ իր անասնագոմից էլ հորթի ձեն դուրս գա, բառից բուն իմաստով հորթի ձեն, որ հիմա բոլոր տարբեր հեռուստաեթերներում դուրս է գալի։ Այդ ժամանակ ձենատվել Վլադիմիր Պուտինը, եւս քո հորողբերը
Կիսա հակնվել անդրավարտիկը թողելով, մենակ շալվարի ոտքը քաշելով, բլուսկի մի թևը հակնելով հեռացել է։ Ու տենց նորից նրա տված արտադրանքը եղել է ոչ համապատասխան, ոչ Հայաստանի Հանրապետության ստանդարտներին եւ ոչ եվրոպական ստանդարտներին, այլ միայն համապատասխանել է Պուտինի ստանդարտներին, որպես ջնջոց, որ Հայաստանում էլ ճանաչվի որպես բարերար։ Ինչ եմ ուզում ասել եմ։ Գնա ինքդ մտածի, որ դու չկայացած պտուղ ես, չհագեցած, չհասունացած, թերհաս, ամփոփ շփումից առաջացած ցանկացած տղամարդ ունի անկողնային հարցեր, ցանկացած կին դրա կարիքն ունի, ցանկացած տղամարդ դրա կարիքն ունի, բայց քու մերը, որ նորմալ կարիք ունենար կամ իր կարիքի համար նորմալ տղամարդու դիմեր, իր անասնագոմում նորմալ հորդ կհասունանար, կծնվեր, լույս աշխարհ կգար, բայց դու Հայաստանի Հանրապետության հասարակության համար միգուցե դրանից առաջ ինչ որ մի փոքր ժեստ ուներ, sense ասեմ, ռեյտինգ ուներ, բայց հիմա այդ էլ չունես։ Դու Հայաստանի Հանրապետությունում ուղղակիորեն ամփույթ ֆերմայում առաջացած, ամփույթ սեռական շփումից առաջացած անասուն ես, անասուն։ Ու այդ անասնագոմից դուրս եկած process-ն էլ ձեզ ապահովեց ձեր հորեղբոր որդին, այդ բուլկի ասվածը, բուլկին շատ համով արտադրանք է, ես ինքս երկար տարիներ աշխատել եմ այդ արտադրամասում, այդ ոչխարը, այդ դադարկագլուխը գնացել էր կանյե մի գոմի մեջ։ Ես հետո հասկացա, որ նա գոմի մեջ չէր գնացել կանյե, դա գոմ չէր, դա իր պապական տունն էր, որտեղից որ ծնունդ էր առը հերդ, հորողբերդ, այդ անգրագետ թերի մերդ էր հարց գնացել այդ տուն, որ այսօրվա նորը 30 տարեկան էշալ մեծացրել ու կանյելը ասում ես փաստորեն 20 տարի է գիտեմ, որ իմ հոր տղեն եմ ու շատ ուրախ եմ, որ իմ հոր տղեն եմ կներես էշ իշի քուրակ ձեր տանը ծննդական կա եւ Ծխամայցյան դա բոլորն էլ ունեն հարուստ է աղքատ վերցրու է Ծխամայցյանը մանրամասնորեն ստուգի է Ծխամայցյանը ու տես որ դու ոչ թե 20 տարյա քու հոր տղեն ես արդեն 30 տարի ես իսկ եթե չես տարում կողնորոշվես երդ որ մեկնա այդ անասնագոմի անասնաբուժներից մեկին ասա թող անպայման քեզ հետազոտեն ու քո դենկայի պատասխանը նվիրաբերեն քո կտվոր մորը որ չի դաստիարակել քո ֆայլաբազար էշորը մեկ էլ քո նման լրպիտղուն որ վիրավորել է Հայաստանի Հանրապետության ամենաբարի, ամենասուրբ ու թանկ հատվածին, որը որ մեր մայրերն ու մեր քրերն են, իմացար անասունի ծնունդ։ Դու ինձ թվում է փուճուր ժամանակ, որ կովը ծնվում է, ծինակ ծմյա տոպրակա, որի մեջ երեխեն է։ Ինձ թվում է դու այդ ծինը կերել ես։ Այդ ծինը կերել ես։ Իրոք եմ ասում, եթե դու այդ ծինը կերած չներ, Էդի որ ուտում են ուղեղի վրա ազդում է ցանկացած անասունի եւ քուրակի ձագի ինձ թվում է դու այդ ծինը կերել ես այդ ծինը ուտելուց հետո խնդրում եմ այդ ծինից հետո գալիս է պտղաջուր այդ պտղաջուրը խաշի ջրի պես խաշլամի այն պապիտ քելախին որ տվել ես այդ խաշլամի ջրի պես լից բաժակները բեր Հայաստանի Հանրապետություն հրես մի ոչխարի ծնունդ էլի մե էջում կա ամեքին մի լավ փչաշկատուր որ խմեն այդ ջրից խփնված ձևով գնան ու թանակի միջոցով այդ սմայլիկը հանձնեն թղթին որ հորը տելի փրտե հանձնեն այս իշխանությունը բայց Կորանակ չեք տենա, տնովի էշեք, էշի վաստագեք, պտղաջուր խմած թուրի մաստություն եք ու ամենավերջի տականքն եք, դուք էլ ձեզ լսողներն էլ, ձեզ հետևողները, ուրեմն ունեն այդ անբավարարված կանանց կոչումը ու սպասում են ձեր բավարարման process-ին, այսքանը ձեզ պատմոսով մատուցում եմ ես Ռուստամ Ավագյանս, 18 թվից մինչև առեսօր թքում եմ ձեր երեսին, online, ամենաբարձր մակարդակով, ամենաբարձր էջերից ու ամենաբարձր լսարանով ու ամենահպարտ սփյուռքի հայերով, Հայաստանի Հանրապետության հայերով ու հազարավոր սքաշաղաղ ընտանիքներով։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունում ձեր նման հայվանները ոչինչ չունեն անելու։ Դուք հայվաններ եք, որ ապօրինի գնացել եք դարել եք Պուտինինը։ Հարազատ իսկ մեր համար օտար հարևան։ Դուք մեր երկրում անելու ոչ մի բան չունեք։ Դուք ասում եմ հորթեր եք, պտղաջուր խմած, որը ազդում է ուղեղի բջիջների վրա, բայց ցավոք սրտի ձեր ուղեղի բջիջների վրա չի ազդել։ Ձեր ուղեղի կազդուրման վրա է ազդել։ Դուք ուղեղ չունեք։ Այսքանը ձեզ բարի գիշեր իմ լսարանին, թքած ունեմ հակաբան գրողների վրից ասում փառք։ Մի քիչ էլ լծվել եմ, հետևից գալացողս հետևս Ղուրբան, դեմից գալացողս դեմս։ Թքած ունեմ իմ վրա, ինձնից խոսացողների վրա եւ ավելի շատ թքած ունեմ ինձ մասին խոսացող ում մոտ որ խոսում են լսողների վրա էլ ավելի շատ թքած ունեմ ասեմ ձեզ ես Ռուստամն եմ մտածելու բան չունեմ ուր այդամ հետ եմ դառնում արկով парքով լուսանկարվելով հյուրընկալվելով մինչև անգամ համեղ ուտելիքներ նվեր ստանալով լավ նվերներով այսօր էլ եկել եմ նվերներով գրկախառնված ջեն վերաբերմունքով հյուրասիրությունով նոր էլ եկետ ունեմ հասել ասում парք ես այնքան կամ որ կարում եմ ազատ վայելեմ իմ երկիրը 5000 հոգու մեջից անցնում եմ 4999
59 հոգին գոռմա ապրես։ Մի հատ էլ հայվան գոռմա թաղեմ քեզ։ Ասեմ ես 100 տարի ապրելու եմ, որովհետև ապարիկներս այդ ժամանակ են վերջացնում։ Ձեզ ասելու ոչ մի բան չունեմ, ով իմ հայ մայրերին կվիրավորի, ես նրա գաղափարը փաթաթած ունեմ, նրա անմակարդակ ընտանիքի վրա թքած ունեմ, ես իմ մայրերի ցուքրերից ենկոմ, իմ Հայաստանի Հանրապետության սրբությունից ենկոմ, ոչ մի թանկ ու կորցնելու բան չունեմ, ես բոլոր մայրերի ու քույրերի ցավը տանեմ, իսկ ձեզ վիրավորողը ընդամենը անդառնալի սեռական օրգանների կորուստ ունեցած, մոր ծննդից հետո իր ծնելիության օրը պտղաջուր խմած, ծին կերած հայվանի վաստակ ա եղել, երբեք ու երբեք չնեղվեք, ես ասում եմ բազմահազարանոց հայերի խնդրանքով, ասել են Ռուստամ ջան, երեք շատ քիչ ես շշռեբալես, մենք քո կողք կնենք, այսօր դրա համար իմ լսարանից ու բոլոր տեղերից հավաքած եկել եմ, այս բառապաշարը որպես 100 տարվա ռեստորանային համակարգի աշխատող շատ մակարդակ ձևով, պատմոսով, իսկ սրտե մատուցում եմ ձեզ, ձեր երեկվա արտահայտությունը դեպի մեզ, անալիզերի պատասխաններ ինձնից ձեզ, վերցրեք, վայելեք, այդ ավտոբուսի մեջ էլ ում որ կբերեք, որ բավարարեք, նրան անպայման տվեք 2 թաց անձեռնոցիկ, որ աշկերը սրբի, որովհետև ձեր բավարարելուց հետո արդյունք չի գալու, գոնե խոնավ անձեռնոցիկը ձևի համար կգսի։ Ու հիշեք, Հայաստանի Հանրապետության մորը վիրավորող, մորը մեր գեղեցիկ սերին վիրավորողներին բոլորի պատասխանը ես մենակ կարամ տամ։ Ոչ մեկ թողնեղություն չքաշի, բոլորն էլ իմն են, բոլորն էլ իմ մայրերն ու քուրերն են։ Այսքանը լավ մնացեք իմ հետևորդներ, ձեզ շատ սիրում հարգում եմ, ձեր մազին կպնողը կպնում է իմ սրտին, ես դրանց պատասխանը կտամ։ Այսքանը հարազատներս բարի գիշեր։